Հրավիրում եմ ձեզ բոլորիդ, ձեզ իմ քույրեր և եղբայրներ, եկեք հիմա մի պահ հիշենք ով էինք մենք և ինչ արեց մեզ հայրը մեր, մեզ, որ մեղքի թոքից կախված, մեզ, որ հոգով ու մարմնով չարին ծախված, անվերջ դատող ու բամբասող, բայց ինքներս մեր երեսի մուրը երբեք չնկատող, սրա նրա տունը քանդող, ամեն մարդու վատը կամող, ամեն մարդուն տառապանքի պատին գամող և ստախոս և նախանձող։ Կգտնվի արդյոք մեկը, որի դարն ու թունով նետից չեն արտասվել հայրն ու մայրը։ Եղանք որդիկ ու ծեծեցինք մեր մայրերին, դիվահարին վայել խոսքով անարգեցինք մեր հայրերին, շատ ծնողներ գիշերները լուսացրին բարի հույսով, իսկ շատերն էլ դարձան հողին տառապանքից վարվող սրտով։ Կգտնվի արդյոք մի հայր կամ թե մի մայր, որը երբեք չի վշտացել իր զավակին խիստ անտեղի։ Եղան հայրեր, որ լքեցին որդիներին ու լքեցին իրենց կանանց առանց փոքր-ինչ խղճի խայթի։ Քանի մայրեր եղան մարդասպաններ դեռ չծնված զավակների, քանի կանայք տրորեցին իրենց պատիվը ոտքերի տակ։ Թալանել ու սպանել ենք, գողացել ու միշտ խաբել ենք և մեր գործած ոճիներից գոհացել ենք։ Վատը տեսել աչք ենք փակել, լավի առաջ մեջքով շրջվել, հպարտության անսանցի ու թամբին հեծած ընկածին միշտ արհամարել, անգութ ենք եղել, դաժան ենք եղել, եղել ենք գոռոզ, վարվել է մեր մեջ ցանկասիրության կրակը, մաշող ու շնացել ենք և ամոթն անգամ ամաչել է մեր մեղսալից վարքից, հայրել ենք անգամ Աստծուն, իր սուրբ որդուն, թե խոսքերով, թե այլանդակ վարք ու բարքով։ Բավական է, որովհետև եթե փորձեմ շարունակել, թվարկել մեր բյուր մեղքերը, որը ներեց Հիսուս Տերը, մի կյանք անշուշտ չի հերիքի, և վերջապես ցեխի, կեղտի ու տիղմի մեջ անդարձ լքված, ինչ որ միտեղ մի թաքուն տեղ մեր սրտի մեջ գիտակցելով հուսալքված, ինքներս մեր վարք ու բարքից հոգնած, զզված, հենց այն պահին, երբ մեզանից մի սատկացշան հոտ էր գալիս, ներիր հայր մեր, սատկացշունն էլ մեզնից լավն էր, երբ բոլորից անդարձ լքված, արհամարված, երբ ուրվոր է խեղդվում էինք մեր մեղքերի ճահիճի մեջ, հենց այդ պահին մեր դեմ ելավ փառած, այնքան բարի, այնքան ներող իր հայացքով, գուրգուրանքով ու ժպիտով սիրով, լեցուն իր խոսքերով, տարածելով ձեռքերն ասաց, անչափ հոգնած ես դու, արի որդիս, ինչպես որ գաս կընդունեմ քեզ։ Արդասուքը խեղդում էր ինձ, խեղդում էր մեզ, եկեք հիշենք, մենք բոլորս, մենք մեկ առ մեկ, պատժենք մենք արժանի ծանր պատիժ ու ապտակի բայց, բացել էր ձեռքերը լայն ու կանչում էր մեզ փրկության, ներեց նա մեզ մեր արածով, մեր եղածով, ներեց լրիվ անմնացորդ, մենք հաճախ ենք իրար ներում, բայց խիստ դժվար ենք մոռանում, բավական չէ որ մոռացավ, լվաց նա մեզ ջրով այն սուրբ մկրտության, որով էլ մենք ուխտ կապեցինք մեր տիրոջ հետ հավերժության։ Մեղա քեզ Տեր, ով էի ես, ով էինք մենք, դա էլ նույնիսկ բավական չէր, համաձայնվեց,
որ ճաշակենք, հաղորդ լինենք իր սուրբ արյան ու մարմնին հաղորդության։ Փառք քեզ Աստված, փառք քեզ կրկին, սա է նույնիսկ բավական չէր, երբ հաճեցավ այս ամենի արարիչը, տիեզերքի անծայրածիր ստեղծիչը, որի համար երկիրը լոկ պատվանդամ է սուրբ ոտքերի և չի կարող լինել նրան բնակարան տիեզերքն էլ անծայրածիր, ասաց հիմա քո մեջ պիտի ես բնակվեմ ու երկնքից կրակի պես առատորեն իր սուրբ հոգին տվեց նա մեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ կրկին, որքան էլ քեզ փառք տանք Տերս քիչ է դարձյալ, այն ինչ որ դու մեզ անեցիր ոչ մի բանով չի հատուցվի, միայն կասենք ով Տեր Աստված, ունենք մի սիրտ, որ պատրաստ ենք հանձնելու քեզ, դու մինայր նրան Տերս, որից միայն դույն է թափվում, առումակրիր ուզածիդ պես, որ չլինի այսքան բարիք նրան տվիր, հանկարծ ու իր ճամփից շեղվի, Աստված չան է, մի արասե, արդյունքներով խնդրում ենք քեզ, պահիր Տերս, որքան որ դու ողորմած ես, ողորմամ ես, մինչև դեպի հանգիստը սուրբ, նոր հանդիպում, հավերժություն, ամեն։